Ասում պարոն Տոնոյան, քտի տակից դու որ պաշտպանության նախարարներ ոնց կարողացան տարկետման իրավունքը վերացնել, ոնց կարողացան մեղմեն, 18 թվականին եմ ասել Դավիթ Տոնոյանին Փարքասով մոտ 2-3 տասնյակ գործընկերներս վկայել, որ հարձակում է գործում բանակի դեմ, որ այսօր ազատամարտի հերոսներին նսեմացնում են, հեղինակազրկում են, որը անդրադառնալու է բանակին, այդ լացուկոցը, որ դրել են մայկատրուսիկ չկա, հեղինակազրկելու է բանակին։ Եվ ինչ կատարվեց, 3 տարի Վահան Կոստանյանը զբաղեցրեց մեկ այլ գիտնականի, ապագա գիտնականի տեղ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում առանի հետ կապված դիսերտացիա իբրտե գրում։ Երկիր մեդիայում է աշխատում, կես տարին մեկ համալսարանին հարցում է անում, թե Վահան Կոստանյանը քննություններ հանձնել է, գիտական 4 հոդված է, թե չեմ սխալվում, պետք է տպագրված լինի։ Տպագրվել է ոչ, եկավ հասավ 21 թվականի մայիս, այլևս կամ պետք է ընդունվի դիսերտացիան պաշտպանի, կամ դուրս մնա, դիմում գրեց հրաժարվեց ասպիրանտուրայից։ 21 թվականին արդեն ազգային ժողովի պատգամավոր եմ, Պնը հարցում եմ անում, Վահան Կոստանյանը գնաց վերջը բանակ, պատասխանեցի, որ չառողջական պատճառները չգնաց բանակ։ Սա է կեղծ գիտությունը։